Արցախի հայ բնակչության բռնի տեղահանությունն առանձին պատմական իրադարձություն չէ։ Սա հայ ժողովրդի շարունակական ցեղասպանության պրոցեսի մի հատվածն է։ Հայաստանցի եւ միջազգային փորձագետների դիտանկյունում ցեղասպանության ճանաչման եւ կանխարգելման խնդիրն է 1915 թվականից մինչեւ Արցախում էթնիկ զտումները։ Վերջինը նույնիսկ մեր հասարակության մի հատվածի կողմից չի իդենտիֆիկացվում որպես ցեղասպանություն։ Ցեղասպանական գործողությունները ներկայացնում է ինչ որ վայրում, ինչ որ մարդկանց մի խմբի սպանությունը։ Մինչդեռ նորից եւ գիտականորեն եւ միջազգայինորեն ընդունված չափորոշիչներով ցեղասպանությունն ու ցեղասպանական գործողությունները դրանք ուղակի մարդկանց սպանությունները չեն, դրանք կարող են լինել շատ այլ բնույթի եւ այն գործողությունները, որոնք իրականացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից 20 թվականից ի վեր հանգիստ տեղավորվում են այդ նմանատիպ բնորոշում ունեցող գործողությունների անվան տակ։ Ցեղասպանություն, հանցագործության, կանխարգելման եւ պատժի վերաբերյալ 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիան դրա երկրորդ հոդվածը սահմանում է թե ինչն է ցեղասպանություն եւ սահմանում է 5 կետ։ Եվ այս 5 կետերից 3-ը ուղղակիորեն վերաբերում են Արցախում կատարվածին, մեկը մասնակիորեն։ Ընդ որում կոնվենցիան ասում է, որ այս 5 կետերից մեկի արկայությունը արդեն նշանակում է ցեղասպանություն։ Հայ ժողովրդի նոր պատմության ընթացքում էթնիկ զտման ամենաակներև եւ քննարկված օրինակը 2022-ի դեկտեմբերից սկսված Արցախի տոտալ շրջափակումն է։ Էթնիկ զտման տեսակ, որի համար գոյություն ունի հատուկ տերմին՝ ցեղասպանություն բնակչության հյուծման միջոցով։ Այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության նկատմամբ իրականացվող տեղեկատվական քաղաքականությունն է, այդ թվում հոգեբանական կոմպոնենտով, որը դարձյալ գիտությունը, ցեղասպանագիտությունը որակում է որպես ցեղասպանական գործողություն։ Դրա մաս է կազմում հայության դեհումանիզացիան, հայության շրջանակներում այսպես կոչված failed state-ի տապալված պետության այսպես բանի, պարբերաբար կրկնությունը։ Ինչու է այսօր Թուրքիան շարունակում հերքել 1915-ին իրականացրած ցեղասպանությունը։ Չէ՞ որ կարելի է ասել, որ դա օսմանցիների ձեռքի գործն է եւ վերջ։ Հերքումը հիմնակարային նշանակություն ունի Թուրքիայի Հանրապետության համար, նշում են մասնագետները։ Այսինքն Քեմալական Թուրքիայի հիմքերից է ցեղասպանության հերքումը։ Եթե կոպիտ ասած չցեղասպանեին հայերին, Թուրքական Հանրապետությունը այն տեսքով որ կար, այսօր չէ լինի։ Դեպաբար դա հերքումը ցեղասպանության, դա թուրքական պետության լեգիտիմությունն է։ Իսկ եթե գանք այսօրվա իրողություններին, ապա հստակ է, որ հայ ժողովուրդը նորից գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Հարավային Կովկասում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կա հստակ դերաբաշխում։ Նրանք խաղում են լավ եւ վատ ոստիկան։ Վատ ոստիկանը Ադրբեջանն է, լավը Թուրքիան, որը իբր զսպում է Ադրբեջանին եւ փափուկ ուժով Հայաստանին ստիպում զիջումների գնալ։ Խնդիրն այն է, որ վատ ոստիկանը, այսինքն Ադրբեջանը, միջազգային ցանկացած հարմար իրողությունը Թուրքիայի թողտվությամբ կարող է օգտագործել նոր ռազմական էսկալացիայի եւ ուրեմն հայերի էթնիկ զտման process-ը շարունակելու համար։ 1915-ի եւ 2020 թվականի իրադարձությունների միջև կարելի է գտնել նմանություններ։ Առաջնորդների բանտարկում, բնակչության տեղահանում եւ ժխտում, որն է տարբերությունը։ Այսօր մենք կարող ենք պաշտպանել հայերին եւ ահա թե ինչպես։ Եվրոպացի առաջնորդները մայիսի 4-ին հանդիպելու են Երևանում։ Հանդիպման ընթացքում քննարկելիք օրակարգում չկան Բաքվում բանտարկված հայ առաջնորդների եւ հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի հարցերը։ Անհրաժեշտ է այս հարցերն ակցիաների միջոցով նրանց լսելի դարձնել։ Մասնագետներն այս փուլում նաեւ խիստ կարևորում են միջազգային դատական ատյաններում Արցախի էթնիկ զտման դրվագներով գործերի քննության process-ները, որոնք սակայն առաջիկայում հնարավոր է դադարեցվեն Հայաստանի միջնորդությամբ, քանի որ խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակում այդպիսի համաձայնություն կա Ադրբեջանի հետ։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։